Պարոն Բարսեղյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Եվ այսպես, պարոն Բարսեղյան, անդրադառնանք Մոլդովայի նախագահի հայտարարություններին, որ ըստ էության Ռուսաստանը, Կրեմլը Հայաստանում փորձելու է ուրեմն իշխանություն վերցնել 26 թվականին, նա բերել էր տարբեր երկրների օրինակը եւ Ռուսաստանի կողմից նաեւ այս առումով մարտավարության փոփոխությունը։ Դուք ինչպես եք գնահատում, ես ներկայացրի նաեւ տելեգրամյան ալիքներով իրականացվող, այսպես ասած, քարոզչությունը, հիբրիդային պատերազմը, ըստ էության Ռուսաստանը կփորձի վերցնել իշխանությունը Հայաստանում, եթե նույնիսկ փորձի, ինչ շանսեր ունի հաջողելու, համեցեք։ Շնորհակալություն։ Մայասանդում փաստորեն համաձայն է ինձ հետ ու բազմաթիվ ուրիշ մարդկանց ու մասնագետների հետ, ինչը մենք ասում ենք շատ երկար ժամանակ, ամենատարբեր հարթակներում քննարկում ենք այս հարցերը, փորձում ենք գտնել լուծումներ եւ առաջարկություններ ներկայացնել ինչպես իշխանություններին, այնպես էլ փորձագիտական հասարակությանը եւ ժողովրդին։ Ես իհարկե այդ առաջարկությունները ներկայացնում եմ հրապարակավ։ Նորություն չէ, գաղտնիք չէ, շատ զարմանալի պիտի լինի, որ հանկարծ նախկին կայսրությունը կամ այնինչ մնացել է կայսրությունից չփորձի վերահաստատել իր իշխանությունը կորցրած գաղութների նկատմամբ։ Ռուսաստան կոչված կայսրությունը տարբեր ժամանակներում տարբեր խմբերով գաղութներ է կորցրել՝ Ֆինլանդիա, Լեհաստան եւ այլն, Խորհրդային Միության անկումից հետո 14 հանրապետություն, այսպես ասած, եւ այժմ կատաղի մարտեր է մղում Ուկրաինայում իր ազդեցությունը Ուկրաինայի նկատմամբ վերականգնելու համար եւ ինչպես տեսնում ենք, դա իր մոտ չի ստացվում, հաջողում է պոկել ինչ-որ ավերված, վառված տարածքներ ընդամենը, մոխրացած, ոչնչացված, ինքն էլ է վնասներ կրում։ Ռուսաստանի Դաշնությունը պիտի հետևողական ջանքեր ներդնի, որպեսզի Հայաստանում եւ մնացած նախկին Խորհրդային Միության հանրապետություններում վերականգնի իր ազդեցությունը, ինչպես դա հնարավոր լինի։ Օրինակի համար ուղիղ հրամայական կառավարում սեփական տարածոների միջոցով, եթե դա հնարավոր է, տեղացիներից ճարել մարդիկ, ովքեր հավատարմություն են ապացուցել տարիներով եւ հիմա էլ հավատարմության երդումներ են տալիս, որ պատրաստ են լինել Ռուսաստանի, այսպես ասած, գործընկերը, բայց շատ լավ հասկանում են, որ խոսքը բելարուսա-ռուսական հարաբերությունների նմանությամբ մի բանի մասին է, եթե նույնիսկ հաջողեն։ Այսինքն Հայաստանը մտցնեն Կրեմլի կրնկի տակ, պատկերավոր ասած։ Մոլդովայի փորձը, թե ինչերի է դեմ առել Մոլդովան, ինչպիսի պայքար է մղել իշխանությունը, որպեսզի կարողանա նվազեցնել, ինչ որ դրվագներում չեզոքացնել Կրեմլի ազդեցությունը այդ երկրի եւ հատկապես ընտրությունների վրա, ես եւ աղաքին մարդ ծանոթացել ենք, ուսումնասիրել ենք, դեռ շարունակում ենք ուսումնասիրել տարբեր մեխանիզմներով, բայց նախ եւ առաջ անելիքը այս ռիսկը դիմագրավելու հարցում Հայաստանի պետական իշխանությանն է իր բոլոր հնարավոր ճյուղերով, որոնք կարող են ներգրավված լինել սրա մեջ։ Կարող էին արված լինել երկարաժամկետ գործողություններ կոմունիստական ռեժիմի ժառանգությունը թոթափելու, ապա կոմունիզացման, ապա սովետականացման, լյուստրացիայի եւ այլն, սրանք երկարատև պրոցեսներ են, չի արել այս իշխանությունը եւ կարճաժամկետ գործողություններ, որոնց շարքից է հենց մոլդովական իշխանությունների արածները, չեզոքացնել Կրեմլից եկող փողերը, չեզոքացնել Կրեմլից եկող պրոպագանդան, չեզոքացնել Կրեմլի բացահայտ եւ քողարկված գործակալների քաղաքական գործունեությունը։ Ահա սրանք է, որ պիտի անի Հայաստանի իշխանությունը եւ կասկածներ ունեմ, որ չափազանց հանգիստ է կամ արխային, եթե ժողովրդական խոսքով ասենք, մտածելով, որ չէ, դե ինչ էլ անեն, հաստատ ժողովուրդը ժողովրդավարության կողմնակից է, ժողովրդավարություն բառի իմաստը շատ տարբեր մեկնաբանություններ ունի հիմա, հա, եւ ժողովուրդը իմաստուն է, ժողովուրդը կճոգի, թույլ չի տա, որ Կրեմլի թաթիկները այստեղ կառավարիչներ նշանակեն։ Սա շատ կոպիտ սխալ մոտեցում է, Հայաստանի իշխանությունները Եթե ուզում են իսկապես Հայաստանը տանել դեպի իրական ինքնիշխանություն եւ անկախություն, պիտի ուսումնասիրեն եւ Կրեմլի ազդեցությունը մոլդովական ընտրությունների վրա
եւ Վրաստանի հետ կապված հարաբերությունները Ուկրաինան աչքերիս առաջ է Բելարուսին ուծացնելով ենթակայացնելով իրեն այդ գործողությունները կենտրոնական Ասիայի նկատմամբ ինչեր է անում, ինչպես է անում, Ադրբեջանի նկատմամբ նկարտումները եւ կնկատեն, որ ամենատարբեր դեպքերում ամենատարբեր գործիքներ է կիրառում, որտեղ ինչ հնարավորություն ունի։ Աշխարհագրությունը նույնպես էական է, մի բան է, երբ սահմանակից ես Ռուսաստանի Դաշնությանը, այլ բան է, երբ սահմանակից չես, ինչպես Մոլդովան եւ Հայաստանը, օգտագործել այդ երկրներում տիտղոսային կամ մեծ ազդեցություն ունեցող կրոնական կազմակերպության դերակատարությունը փորձելով նաև այդ միջոցով ազդել ընտրողների տրամադրությունների վրա։ Լայն իմաստով մի քանի անգամ շեշտել եմ, թույլ տվեք նորից ասել։ Այս ամբողջը ես նկատում եմ կայսրության ազդեցության պահպանման համատեքստում վերամիավորել, վերաենթակել այն տարածքները, որը կորցրել է կայսրությունը։ Բոլոր սրությունների պատմության մեջ միշտ սա եղել է։ Եթե չլինի, պիտի զարմանանք, պիտի ասենք, ես ինչ բան է, ձեռները լվացել քաշվել է մի կողմ, եթե կարճ այսպես։ Պարոն Բարսեղյան, տեսեք, Սանդուն նշում է, որ նախկին փորձը հաշվի առնելով փաստորեն Կրեմլը կամ Ռուսաստանի Դաշնությունը դիմում է տարբեր այլ մեթոդների, մասնավորապես քարոզչություն ու ապա տեղեկատվություն տարածելով թույլատնելու համար նրանց քաղաքական ինքնապաշտպանությունը ու ես մեջ բերեցի Տելեգրամյան տարբեր ալիքների ակտիվացումը, ստեղծումը 26 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, որտեղ կոնկրետ այս իշխանությունների նկատմամբ հստակ ուրեմն քարոզչություն է իրականացվում եւ գիտեք ըստ այսպես հետաքննությունների տեղեկությունների այս ամենը ղեկավարում է Սերգեյ Կիրիենկոն։ Ինչ գործիքներով իշխանությունը պիտի ազդի իրավիճակը վերահսկելու։ Հասկանալի, կապ չունի անունը ինչ է այդ մարդու, քանի հոգի են, ինչ բյուջե են ծախսում դրա համար, բյուջեն ինչքան են ավելացնում, չեն ավելացնում։ Կարևորը դրան դիմագրավելու կարողություն, եթե Կիրիենկո չլիներ ազգանունը, լիներ Ալեքսանդր Պուշկին, դրանից բան չէր փոխվելու, էլի, հա, դրա վրա ուզում եմ չկենտրոնանանք, էլի։ Տելեգրամյան ալիքներ մնացած հնարավոր վիրտուալ սոցիալական հարթակներ բնականաբար օգտագործվել են ու դեռ երկար ժամանակ օգտագործվելու են։ Պրոպագանդա Կրեմլի պետական եւ ոչ պետական լրատվամիջոցներով։ Պրոպագանդա զանազան իշխանավոր չհանդիսացող բլբուլների, խոսնակների, այսպես կոչված հազար ներողություն, փորձագետների կամ էքսպերտների բերանով պարտադիր, պրոպագանդա իշխանավոր պաշտոնյաների Միկուդավի Ձենիցես եւ այլն, իշխանավորների, պատգամավորների բերանով, միջնորդավորված պրոպագանդա, երբ այդ նարատիվները կամ խոսակցությունները, զրույցները, քարոզները, ռուսը չլինի, թուրքը ձեզ կուտի, տեսեք ինչ եղավ, որ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ խոսակցությունները տեղական պրոկրեմլական ուժերի եւ նրանց քաղաքական գործիչների, նրանց ենթակա լրատվամիջոցների միջոցով տարածվել են, տարածվում են եւ տարածվելու են այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը դրա թեմը չի առել։ Փողերի հնարավոր հոսքեր, մոլդովական մոդելը կամ ազդեցության մոդելը Մոլդովայի ընտրությունների վրա հուշում են, որ Կրեմլը ծերմպահ չի մնա որոշակի ֆինանսական աջակցությունից, այստեղ ռուսական ազդեցություն ձևավորելու, ռուսական պրոկրեմլական իշխանություն ձևավորելու համար։ Ես ի նկատի չունեմ միայն այն ծախսերը, որոնք արվում են զուտ պրոպագանդայի վրա, դա ասացի արդեն։ Ի նկատի ունեմ նաև կոնկրետ մարդկանց վարձելու համար կանխիկ փողով, կրիպտոներով եւ այլ ճանապարհներով ֆինանսավորելը եւ ենթակայացնելը իրենց քաղաքականությունը վարել տալը։ Խորհրդատվությունը, մասնագիտական խորհրդատվություն, հեղաշրջումներ անելու համար, ով կայսրությունը, այս դեպքում Ռուսաստանի կայսրությունը այդ փորձը ունի։ Բոլոր տեսակի համանման դեպքերում այդ նախկին կայսրությունները նման ջանքեր ներդրել են, սովորեցնել, ուսուցանել, խորհուրդ տալ, ինչը ինչպես անել, որտեղից սկսել, ինչպես ավարտել։
եւ այլն։ Եվ վերջինը, որի մասին չպիտի մոռանանք, չնայած հավանականությունը փոքր է, եւ չեմ ուզում որևէ մեկը ահաբեկվի, բայց որպես իմ խորը համոզմունքը պիտի պատմեմ, դա նաև այստեղ գտնվող ռուսական ռազմապազայի զինվորականներին անհրաժեշտ պահին օգտագործելու պատրաստվածությունը, անհրաժեշտ պա ասելիս ինչի նկատի ունեմ, բոլորովին չեմ բացառում, որ եթե հանկարծ քաղաքական այնպիսի սրացումներ լինեն, որոնք իշխանություն եւ պրոկրեմլական ընդդիմություն, այն մյուս ընդդիմություններին հանգիստ ենք թողնում, կապ չունեն Կրեմլի հետ։ Պրոկրեմլական ընդդիմությունները հիմնականում առայժմ հանդես են գալիս 3 բաներով, կողորտաներով, եթե կարելի այդպես ասել։ Եթե ինչ-որ մի պահի իշխանություն եւ պրոկրեմլական ընդդիմություն հարաբերակցությունը քաղաքական պայքարի ինչ-որ սրացման ժամանակ, ասենք հետընտրական զարգացումների ժամանակ, ցույցեր, բաներ, էսկոմ ենկոմ, եթե Կրեմլը հանկարծ գնահատի ժողովրդական խոսքով ասած 50-50, то 45-55, էսկոմ կամ ենկոմ, то 40-60, կարող է ինչ-որ մի պահի տեխնոլոգները Կրեմլի ասեն, որ ահա ժամանակն է, հարգելի տեղական ընդդիմություններ Կրեմլահպատակ դուրս բերեք ձեր ուժերը եւ մենք էլ ցես կօգնենք կանաչ մարտուկների սխեմայով ինչը եղավ ենթադրենք Ղրիմում 14 թվականին այսինքն իրեն զինված ուժերից ինչ որ մարտիկ կամ մարդկանց քանակություն գուցե առանց տարբերանշանների քաղաքացիական հակոստով կամ չգիտեմ բացահայտ կերպով դուրս կամ փորձեն գրավել ինչ-ինչ կառավարական շենքեր փորձելով իշխանության բերել պրոկրեմլական ընդդիմության այս կամ այն գործիչներին որոնք սիրով կվերցնեն այդ իշխանությունը եւ կասեն հանուն Հայաստանի Հանրապետություն եղա հանուն Հայաստանի Հանրապետության ենք անում ինչ անում ենք երեխաների համար ենք անում էլի մոտավորապես ինչպես ասենք Սարգիս Կասյան կոչեցյալ ոչնչությունը նամակ էր գրում Լենինին շնորհակալություն հայտնելով Կարմիր բանակը Հայաստան մտցնելու համար եւ կասեն թե մենք ժողովրդի համար ենք անում ժողովուրդ խո մեզ համար չենք անում եւ այլն այսինքն այս բոլոր գործիքները որոնք թվարկեցի ռոպագանդա ուղիղ Մոսկվայից միջնորդված ռոպագանդա միջնորդա ռոպագանդա տեղական պրոկրեմլական ուժերի եւ նրանց լրատվամիջոցների միջոցով փողեր ուղիղ փողեր խորհրդատվություն եւ այստեղ գտնվող զինված ուժերի կամ գործակալական ցանցնել հետը օգտագործում ահա ես ոնց որ թե մի քանի ամիս է դուրս բերել են գործիքները, որոնցով կարող է կրեցել ազդել Հայաստանի ընտրությունների վրա, ստացվում են այս 5 փունջը։ Դրանք կարելի է իհարկե նաև ենթափնջերի բերել կամ միավորել, ասել ռոպագանդա Մոսկվայից եւ տեղական գործակալների միջոցով։ Հիմա այստեղ անելիքների իմաստով բանը շեշտում եմ իշխանությունն է հիմնական անողը, որտեղ լիազորությունները, հա արգելափակել ռոպագանդան, Telegram ալիքը փակելով հարցը չի լուծվի։ Ուրեմն մանիպուլյացիաների եւ ռոպագանդայի բացահայտման տեղեկատվական արշավ պիտի տանի, ուրեմն պետական իշխանությունը իր լրատվամիջոցներով եւ իր տեղեկատվական գործիքներով։ Սա ապօրինություն չէ։ Պիտի բացատրի, որ լուրը որ տվել են, սուտ է, բազմաթիվ այդպիսի լուր եղել։ Սև դրսից եկող եւ այստեղ եղող սև փողերը, որոնք օգտագործվել են եւ օգտագործվում են ընտրությունների վրա ազդեցություն թողնելու համար, պիտի խափանվեն, չեզոքվեն, բացահայտվեն, բռնվեն։ Պիտի իշխանություն ունենա այդ։ Եթե չունի, կարող է Մայա Սանդուից հարցնել օրինակ ինչպես անել։ Օրինակ, հա, եթե հեչ մարդ չկա հարցնելու եւ խելքերը չի հասնում։ Հա, եւ մնացած ուրեմն այդ հնարավոր գործիքներին դիմագրավելու առաքելություն ունի, բայց միայն իշխանությունը չէ, ժողովուրդն էլ պիտի տեղյակ ու պատրաստ լինի, իհարկե քաղաքացիական հասարակության այս խնդիրները հասկացող մարդկանց վերլուծությունների բացատրական աշխատանքի միջոցով։ Սա քարոզ չէ եւ չպիտի լինի գործող իշխանության օգտին։ Այդ սահմանը պիտի բոլորը զուսպ պահեն, չստացվի որ չէ, աման բերեք բանի, պարոն Փաշինյանին ընտրենք լավ կլինի, չէ, պարոն Փաշինյանը ցույց է տվել, որ ինքը ունի շատ ցակ կարողություններ, կոնե կատարելու համար են խոստումները, ինչ տվել է, լուր մնաց այս տեսակ հզոր հարցակման թեմն առնել, երբ մանավանդ մի քանի անգամ շեշտում է պարացիորեն, հա պուլտը ծերներ դե չեք ուզում մի նայեք։ Սա լուրջ մոտ չէ։ Գումարած են կոշտ միջոցառումները, որոնց մասին ես շատ եմ խոսել, բայց այս իշխանության
հետաքրքրությունը դրա նկատմամբ զրոյական է, նույնիսկ բացասական է։ Օրենքով, դատարանների որոշմամբ բացառել այս քաղաքական գործիչների, այս կուսակցությունների մասնակցությունը ազգային ժողովի ընտրություններում հիմնավոր կերպով էլի օրինակ բերեմ, կեղծ տեղեկանք բերող եւ տեխնացու առաջադրված մարդը պիտի օրենքով կամ դատարանի որոշմամբ զրկվի տեխնացու լինելու իրավունքից։ Կուսակցություններ, որոնք Հայաստանին վնաս են տվել, օրինակի համար, կոմունիստական կուսակցության գործունեությունը Հայաստանում պիտի դադարեցվի։ Սա ապա սովետականացման, ապա կոմունիզացման եւ լյուստրացիայի շրջանակներում պիտի լիներ, բայց չի խանգարի, որ առանց դրա էլ արվի։ Եվ ելի մի շարք ուրիշ բաներ, ովքեր կոնկրետ վնաս են տվել։ Այս իշխանությունը դա չի անելու եւ ամենայն հավանականությամբ չի անելու։ Հիմա էլ Եվրանեստի ժամանակ այս տեսակ հարցեր են նաև քննարկվում։ Ահա սա է մոտեցումս, կարծես թե ես նոր բան չեմ ասում, այն ինչ ասել եմ տարիներ շարունակ։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան, ըստ էության, այսպես զգոնության եւ զգաստության կոչեր նաեւ իշխանության 26 թվականին ընդառաջ։ Ոչ, զգաստության եւ զգոնության կոչերը վաղուց արել ենք, այդ չի ազդում։ Գործողություն անելու պահանջ է սա, կոչել չէ։ Իշխանությունը պարտավոր է կոնկրետ գործողություններով պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, անունը ինչ ուզում է թող տնի, շատ կոնկրետ օրինական գործողություններով։ Չգիտի ինչպես անել, բցնի։ Եթե որևէ մեկը կամենում է ինչ-որ բան անել, որոնում է միջոցներ։ Եթե չի կամենում, սկսում է արդարացումներ եւ պատճառաբանություններ հորինել։ Վերջապես Մայա Սանդուին կարող է հարցնել, թե ինչ արեցիք, Տիկին Սանդու, բացատրեք, հələ մենք էլ հասկանանք, եթե դեռ չեն հասկացել։ Շնորհակալ եմ, կներեք, խանգարեցին։ Շնորհակալություն, պարոն Բարսեղյան։ Զրուցում էի Գյումրիի ժուրնալիստների ասպարեզակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։